կյանքը շարժվում է պարույրով, և դրա որոշ շրջադարձեր նշանավորվում են հատուկ ինտենսիվությամբ։ 2025 թվականի դեկտեմբերը հենց այդպիսի ժամանակահատված կլինի 5 կենդանակերպի նշանների համար։ Խոսքը պատահական իրադարձությունների մասին չէ, այլ խորը գործընթացների մասին, որոնք ազդում են ձեր կյանքի ճանապարհորդության հիմքի վրա։ Այս փոփոխությունները կարող են ընկալվել որպես վերագործարկման հնարավորություն, երբ բարձրագույն ուժերը կօգնեն ազատել տարածք նոր փուլի համար։ Կարիճ։ Կարիճների համար այս ժամանակահատվածը կլինի խորը ներքին մոռացման ժամանակ։ Դուք կարող եք զգալ ձեր խորը համոզմունքները վերանայելու և թողնելու այն, ինչը երկար ժամանակ ձեզ հետ է պահել։ Այս իրադարձությունները կարող են փոխել վստահության և անձնական սահմանների վերաբերյալ ձեր պատկերացումները։ Սա ոչնչացում չէ, այլ փոխակերպում, որը կբացի ճանապարհը ավելի իսկական կյանքի համար։ Դուք կզգաք, թե ինչպես են հին վախերը անհետանում, տեղ ազատելով նոր ներքին ուժի համար։ Կյանքի թաքնված հոսանքները զգալու ձեր ունակությունը կբարձրանա, օգնելով ձեզ կայացնել կյանքը փոխող որոշումներ։ Աղեղնավորը։ Աղեղնավորների համար փոփոխությունները կազդեն ձեր աշխարհայացքի և կյանքի նպատակների վրա։ Դուք կարող եք հանդիպել իրավիճակների, որոնք կստիպեն ձեզ վերանայել ձեր նպատակներն ու կյանքի փիլիսոփայությունը։ Սա այն ժամանակն է, երբ բախտի մասին հին պատկերացումները կարող են տեղը զիջել ավելի հասուն և խորը արժեքներին։ Դուք կարող եք առաջնորդվել կրթության, ճանապարհորդության կամ ձեր ազդեցության ոլորտի ընդլայնման հետ կապված ուղով։ Կարևոր է ընդունել այս փոփոխությունները որպես հնարավորություն դուրս գալու ստանդարտներից, ինչը թույլ կտա ձեզ ավելի հստակ պատկերացում կազմել ձեր նպատակի մասին։ Ջրհոս։ Ջրհոսները կզգան այս ժամանակահատվածի ազդեցությունը իրենց սոցիալական կապերի և երկարաժամկետ ծրագրերի վրա։ Տարիներ շարունակ ստեղծված սոցիալական խմբերը կարող են վերափոխվել, տեղը զիջելով նորերին, որոնք ավելի լավ կհամապատասխանեն ձեր ներքին աշխարհին։ Ձեր սկզբնական գաղափարներն ու նախագծերը կունենան անսպասելի զարգացում, բայց կպահանջեն ռազմավարական վերանայում։ Սա այն ժամանակահատվածն է, երբ անհատականությունն ամենավառ կերպով փայլում է, խրախուսելով անկախ որոշումներ կայացնելը։ Դուք կարող եք ձեզ զգալ նոր միտումների ուղի, որը կփոխի ձեր դիրքը հասարակության մեջ և ձեր սոցիալական շրջանակում։ Ձկներ։ Ձկների համար կյանքը փոխող փոփոխություններ կտեղի ունենան ձեր ներքին աշխարհում և ենթագիտակցական գործընթացներում։ Դուք կարող եք զգալ հզոր ստեղծագործական ալիք, որը կփոխի իրականության ձեր ընկալումը։ Արտաքինից սա կարող է դրսևորվել որպես երկարատև իրավիճակների լուծում կամ ձգձգված խնդիրների անսպասելի լուծում։ Ձեզ կտրվի իրադարձությունների միջև նուրբ կապերը նրբորեն ընկալելու ունակություն, ինչը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել։ Այս ժամանակահատվածը կարելի է համեմատել խորը ջրերի մաքրման հետ, երբ այն, ինչը պահանջում է ներողամտություն և ազատում, դուրս է գալիս։ Մակերես։ Ցուլ։ Ցուլի համար փոփոխությունները կազդեն կյանքի հիմնարար հիմքերի վրա՝ կայունության, ռեսուրսների և անձնական արժեքների հարցերին։ Այն, ինչ նախկինում թվում էր անսասան, կարող է վերագնահատման կարիք ունենալ։ Սա վերաբերում է ոչ միայն նյութական ոլորտին, այլև այն սկզբունքներին, որոնց վրա կառուցված է ձեր անվտանգությունը։ Այս ժամանակահատվածի իրադարձությունները խրախուսում են ձեզ աջակցություն գտնել ոչ թե արտաքին հատկանիշների, այլ ձեր սեփական ստեղծագործելու և պահպանելու ունակության մեջ։ Արդյունքում, դուք կկարողանաք կառուցել ավելի ամուր և գիտակից կյանքի աջակցության համակարգ, որը համապատասխանում է ձեր զարգացման ներկայիս մակարդակին։ Եզրակացություն։ 2025 թվականի դեկտեմբերը մի տեսակ կարևոր իրադարձություն կլինի այս 5 կենդանակերպի նշանների համար։ Այն փոփոխությունները, որոնք այն բերում է, ուղղված են ոչ թե փորձարկմանը, այլ էվոլյուցիային։ Երբ սովորական կյանքի կառուցվածքները վերափոխվում են, դա բացում է անձնական ուժի և հասկացողության նոր մակարդակների մուտք։ Կարևոր է նման ժամանակահատվածներին դիմավորել ոչ թե վախով, այլ գիտակցված ընդունմամբ, դրանք համարելով հոգու զարգացման բնական ընթացք։ Փոփոխությունների նման ալիքները միշտ համապատասխանում են մարդու ներքին պատրաստակամությանը առաջ քայլ կատարելու իր ճանապարհին։ 5 կենդանակերպի նշաններ, որոնք կվայելեն 2025 թվականի դեկտեմբերը։ Դեկտեմբերը միշտ ժամանակ է հաշվետվության և հրաշքների սպասման համար։
Սակայն 2025 թվականին տիեզերական էներգիաները կհամընկնեն յուրահատուկ ձևով, ստեղծելով կարևոր իրադարձությունների համար եզակի ֆոն։ Տարվա վերջին ամսվա մթնոլորտը կլցվի կախարդանքի և սպասման զգացողությամբ։ Կենդանակերպի որոշ նշանների համար այս ժամանակը կլինի իսկական շրջադարձային կետ, որին կհաջորդի պայծառ շերտ։ Ժամանակաշրջանի էներգիան կնպաստի ներքին հայտնագործություններին և արտաքին բարենպաստ հանգամանքներին։ Ցուլ. ներդաշնակություն ձեր անձնական կյանքում։ Ցուլերի համար դեկտեմբերը խոստանում է լինել հոգևոր հարմարավետության և ջերմության ամիս, տուս։ Էներգիաները կկենտրոնանան անձնական հարաբերությունների և ընտանիքի վրա։ Միայնակ ցուլը կարող է հանդիպել մեկի, որի շփումը անմիջապես կզգացվի ծանոթ և հարմարավետ։ Սա կլինի փոխըմբռնման և ընդհանուր արժեքների վրա հիմնված կապ։ Նրանց համար, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, կսկսվի ամրապնդման շրջան։ Հնարավոր են հաճելի ընտանեկան միջոցառումներ, որոնք բոլորին կմերձեցնեն։ Տանը կտիրի խաղաղության և փոխադարձ աջակցության մթնոլորտ։ Սա իդեալական ժամանակ է սիրելիների հետ պարզ ուրախությունները վայելելու և իսկապես պաշտպանված ու սիրված զգալու համար։ Առյուծ. ճանաչում և մասնագիտական հաջողություն։ Առյուծները դեկտեմբերին արժանի հաղթանակ կվայելեն։ Նրանց բնական հմայքն ու աշխատասիրությունը վերջապես կնկատվեն և կգնահատվեն։ Աշխատանքում կարող է գալ շահավետ առաջարկ կամ երկար սպասված պաշտոնի բարձրացում։ Գործընկերներն ու ղեկավարները կճանաչեն առյուծի հեղինակությունը, ինչը կբերի խորը բարոյական բավարարվածություն։ Սա հանրային ճանաչման ժամանակ է։ Հաջողությունները տեսանելի են դառնում մարդկանց լայն շրջանակի համար։ Կարևոր է չթաքցնել ձեր տաղանդները, այլ համարձակորեն ցուցադրել դրանք։ Տիեզերքը կտրամադրի դրա համար բոլոր հնարավորությունները։ Բախտը կուղեկցի հիմնադրսավորման և առաջնորդության հետ կապված ցանկացած ձեռնարկման։ Հիմնագնահատականի զգացումը կյանքը կլցնի հատուկ իմաստով։ Կարիճ. երկար սպասված ճանապարհորդություն։ Կարիճների համար 2025 թվականի վերջին ամիսը կլինի հայտնագործությունների և շարժման ժամանակ։ Ձեր ներքին կարիքը բնապատկերի փոփոխության համար կբավարարվի ամենաանսպասելի և հաճելի ձևով։ Հնարավոր է ճանապարհորդություն, որը կփոխի ձեր տեսակետը շատ բաների վերաբերյալ։ Դա երկար ճանապարհորդություն չպետք է լինի։ Նույնիսկ քաղաքից դուրս կարճատև զբոսանքը կարող է բերել վառ տպավորությունների և հուզական թեթևացման հարուստ պաշար։ Ճանապարհորդությունը կարող է լինել կամ պլանավորված, կամ ինքնաբուխ, բայց երկու դեպքում էլ այն ձեզ կթողնի էներգիայով լի և ոգեշնչված։ Ճանապարհին հնարավոր է կյանքը փոխող հանդիպում կամ կարևոր հանդիպում։ Նոր վայրերն ու մշակույթները կոգեշնչեն ձեզ թարմ գաղափարներ և կօգնեն ձեզ վերականգնվել, թողնելով անցյալ տարվա անհանգստություններն ու բեռերը անցյալում։ Աղեղնավոր. ֆինանսական հոսք և կայունություն։ Դեկտեմբերը աղեղնավորի ծննդյան ամիսն է, և 2025 թվականին աստղերը ձեզ համար հատուկ ֆինանսական նվեր են պատրաստել։ Կառաջանա հնարավորություն բարելավելու ձեր ֆինանսական վիճակը։ Սա կարող է լինել անսպասելի բոնուս, շահավետ գործարք կամ հին պարտքի մարում։ Փողը կարծես բնականաբար կհոսի, բերելով վստահության և անվտանգության զգացում։ Սա լավ ժամանակ է սկսելու խնայել որևէ խոշոր նպատակի համար կամ կատարել շահավետ ներդրում։ Ֆինանսական հաջողությունը ձեզ հետ կլինի։ Կարևոր է պահպանել ողջամիտ լավատեսությունը և խուսափել իմպուլսիվ ծախսերից։ Ռեսուրսների իմաստուն կառավարումը կօգնի ամուր հիմք դնել ապագա բարգավաճման համար։ Ձկներ. ոգեշնչում և ստեղծագործական վերելք։ Ձկների համար դեկտեմբերը կլինի ստեղծագործական ծաղկման և խորաթափանցության շրջան։ Ձեր ներքին ոգեշնչման աղբյուրները լի կլինեն, և դուք կզգաք ստեղծագործելու ուժն ու ցանկությունը։ Սա կարող է դրսևորվել ոչ միայն արվեստում, այլև աշխատանքային կամ առօրյա խնդիրների լուծման ոչ ավանդական մոտեցման մեջ։ Կգա պարզություն և հասկացողություն, թե ինչպես գործել տվյալ իրավիճակում։ Այս ամիս սկսված ցանկացած ստեղծագործական նախագիծ կունենա յուրահատուկ էներգիա և հաջողության բոլոր հնարավորությունները։ Հնարավոր է հոբին վերաճի ինչ-որ ավելի բանի, որը կբերի բարոյական, իսկ երբեմն նյութական բավարարվածություն։ Ձեր շրջապատի մարդիկ կնկատեն ձկների հատուկ հմայքն ու գրավչությունը։ Սա այն ժամանակն է, երբ երազանքները սկսում են իրականություն դառնալ։